Իդեալ համակարգը եկամտահարկի վերադարձի օրենքի շահառուների միջև տեղաբաշխում է մինչև 2.5 միլիարդ դրամի վերանորոգման սերտիֆիկատներ։ 5000 ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամ արժողությամբ վերանորոգման սերտիֆիկատ, մոտենալով Իդեալ համակարգի ցանկացած խալոցրահ։ Բարև ձեզ։ Առաջին եթերում մանրամասներն են, ես Դավիթ Ստեփանյանն եմ եւ այսօր ես մեր հաղորդումը բացում եմ վերլուծությունով։ Մենք խոսելու ենք ըստ իս բավականին կարևոր թեմայի շուրջ, թեմայի մասին, ոչ նոր-նորքի թաղապետարանում ծեծկրտուքի եւ այդ ամբողջ հայտարարության մասին չենք խոսելու, ստիպված եմ հիասթափվել, հիասթափեցնել այդ թվում նաեւ որոշ մարդկանց։ Մենք խոսելու ենք անվտանգության մասին, որը ըստ իս ունի նաև մի չափում, որի մասին մենք մինչև այսօր գրեթե չենք խոսել։ Ամենայն դեպս ինձ այդպես է թվում, ես կարող եմ սխալվել։ Ես չեմ հանդիպել այդպեսի խոսույթ։ Հերվից սկսենք։ Մենք ունենք անվտանգության հետ ակնհայտ խնդիրներ, անվտանգության ապահովման հետ, որոնք ի հայտ են եկել, ոչ թե առաջացել են, այլ հայտնի են դարձել, ի հայտ են եկել 44 օրյա պայմանավորված պատերազմից հետո։ Մինչև այդ են եղել, դա միանշանակ է, բայց մենք այդ ամենը գիտակցել ենք, հասկացել ենք, որ մեր բանակը փաստորեն տարածաշրջանում ամենաուժեղը չէ, միայն 44 օրյա պատերազմից հետո։ Փորձենք հասկանալ, ինչով է հետաքրքիր առաջին հերթին աշխարհին խոշոր խաղացողների համար մեր տարածաշրջանը, ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը առանձին, այլ ընդհանրապես Հարավային Կովկասը։ Որովհետև այն բոլոր խոսակցությունները, ինչ որ տենց վերլուծություններ կան, մարդիկ լուրջ դեմքերով խոսում են, որ արի ուտես Ադրբեջանը շատ ուժեղ պետություն է եւ շատ հետաքրքիր է, չափազանց մեծ հետաքրքրություն է ներկայացնում օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, որովհետեւ նավթ եւ գազ ունի։ Ես չեմ ցանկանում այդ թեմայի շուրջ նույնիսկ խոսել եւ ես շարունակում եմ պնդել, որ Հարավային Կովկասը հետաքրքիր է աշխարհին իր տարանցիկ պոտենցիալով, որպես տարանցիկ տարածք։ Ինչու պոտենցիալով, որովհետև այդ պոտենցիալը մինչև այսօր լիարժեք չի օգտագործվում։ Եվ դա այն դեպքում, երբ որ այսօր այդ պոտենցիալը բավականին լուրջ եւ բավականին մեծ պահանջարկ ունի աշխարհում։ Ինչն է բերել դրան, բոլորիս հայտնի է, դա Ռուսաստանի հարձակումն է Ուկրաինայի վրա, որը վերջնականապես փակել է հյուսիսային տարանցիկ գոտին եւ Իրան Արևմուտք, Իրան ԱՄՆ, Իրան Իսրայել հայտնի հակասություններն են, որը վաղուց փակել են Իրանի տարածքը որպես տարանցիկ գոտի հարավից։ Տարանցիկ գոտի, որը որ Չինաստանը եւ կենտրոնական Ասիայի երկրները, շատ այլ երկրներ կապում են հիմնական շուկայի հետ, դա Եվրոպական միության եւ ինչ որ առումով նաեւ ամերիկյան շուկան է։ Ժամանակին այդ տարանցիկ պոտենցիալը վերահսկում էին եւ թույլ չէին տալի, որպես այն օգտագործվի ռուսները։ Մեր տարածաշրջանում Ղարաբաղյան կոնֆլիկտը ի սկզբանե եղել է ոչ միայն Ռուսաստանի համար իշխելու կարողություն եւ հնարավորություն, որ այդ կարողությունը ապահովում էր այդ հնարավորությունը Ադրբեջանի եւ Հայաստանի հետ հարաբերություններում առնվազն, այլ նաեւ եղել է փական։ Ղարաբաղյան կոնֆլիկտը եղել է փական, որը Ռուսաստանը իր հայացողությամբ օգտագործում էր, ղեկավարում էր եւ փաստացի այդ պոտենցիալը, տարանցիկ պոտենցիալը, տրանզիտի պոտենցիալը թույլ չէր տալի, որպեսզի օգտագործվեր եւ առաջարկում էր իր տարածքը։ Ժամանակին Հեյդար Ալիևին հաջողվել է եւ Իլհամ Ալիևը հետագայում այդ գործընթացը շարունակեց, այդ դարի գործարքի շրջանակներում կառուցել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Կարս ախալքալակի Թբիլիսի-Բաքու երկաթգիծը, բայց այնուամենայնիվ ամբողջ իր բոլոր հնարավորություններով այդ պոտենցիալը չի օգտագործվել եւ չի օգտագործվում այսօր։ Հիմա, եթե այդ պոտենցիալը այդքան հետաքրքիր է բոլորին, իսկ դա ես կարծում եմ ակնհայտ է, ուրեմն այստեղ նաև երևի թե ասելիք եւ անելիք ունենք նաև մենք հայերս
Հայաստանի Հանրապետությունը։ Մինչև այսօր ես անընդհատ լսում եմ եւ տեսնում եմ, որ այդ պոտենցիալը փորձում է օգտագործել իր շահերից ելնելով, երևի թե նաեւ Ադրբեջանի շահերից ելնելով Իլհամ Ալիևը, որը անընդհատ նոր պահանջներ է ներկայացնում Հայաստանին եւ փորձում է այդ գնով, հա, ստանալ իր այդ տարածքը վաճառելով այդ պայմանական միջին միջանցքի համար լուծել իր խնդիրները Հայաստանի հետ։ Այն է Հայաստանի տարածքները գրավել եւ ոչնչացնել Հայաստանի Հանրապետությունը որպես սուվերեն գործոն, որպես պետականություն։ Նա պահանջում է ոչ պակաս, ոչ ավել մեծ հաշվով այդ գինը։ Եվ եթե այդ ամենը ներկայացվում է որպես ճանապարհի ցանկություն, որ մեզ միայն ճանապարհ է պետք Սյունիքով, ընդհանրապես Նախիջևան Ադրբեջան անխոչնդոտ ճանապարհ, դա բացահայտ սուտ է եւ կեղծիք։ Ալիևը մանիպուլացնում է, Ալիևը խափում է բոլորին։ Իրեն պետք է ոչ թե ճանապարհ, իրեն պետք է ոչ թե ճանապարհ, որը կապում է Նախիջևանը Ադրբեջանի հետ, այլ ինքը ուզում է միանձնյա տնօրինել այս լրջագույն աշխարհաքաղաքական պրոյեկտը եւ աշխարհատնտեսական պրոյեկտը, որը կոչվում է միջին միջանցք, օգտագործելով ոչ միայն իր տարածությունը, տարածքը Ադրբեջանի, այլ նաեւ Հայաստանին։ Խնդիրը գնում է սրա մասին։ Սա իմ անձնական համոզումն է։ Ես եկել եմ այս եզրահանգման եւ ես ունեմ դրա համար բավականին լուրջ հիմքեր, որովհետեւ բավականին մեծ աշխատանք եմ տարել եւ բավականին մեծ տեղեկատվություն եմ ուսումնասիրել, այսպես ասեմ։ Հիմա Իլհամ Ալիևը փորձում է խլել մեզանից այդ միջին միջանցքի պայմանական միջին միջանցքի մեր մասնաբաժինը եւ վաճառել մնացածին իր սեփական անունից, օգտագործելով ուժի սպառնալիքը եւ ուժը։ Մեզ սպառնում է պատերազմով։ Չէ՞։ Մենք ինչ ենք ասում։ Մենք ասում ենք, որ մենք խաղաղասեր ենք, մենք խաղաղություն ենք ուզում, քարոզում ենք խաղաղություն, ինչը վատ բան չի։ Ինչը տվյալ դեպքում երևի թե քաղաքական համատեքստում եւ քաղաքական մոտիվացիայից ելնելով շատ ճիշտ քաղաքական դիրքորոշումը եւ պահվածք է Հայաստանի Հանրապետության ղեկավարության կողմից, այստեղ որևէ խնդիր չկա, ես չեմ տեսնում։ Բայց ես կարծում եմ, որ այդ քաղաքականությունը պետք է ստանա եւս մեկ հավելված, որը միջև այսօր ես չեմ տեսել եւ չեմ տեսել։ Մեր ոչ միայն ղեկավարության մտքերը լսելով, այլ ընդհանրապես մեր քաղաքական էլիտա, մեր քաղաքական դաշտում ես այդպիսի մոտեցում ես ճիշտ չեմ տեսել եւ չեմ տեսել։ Ես ոչ մի դեպքում, սա պետք է ի սկզբանե նշեմ, պատերազմի կոչ չեմ հնչեցնում։ Ըստ իս պատերազմը ցանկացած դեպքում եւ ցանկացած տարածաշրջանում ամենաանիմաստ գործողությունն է, որը մարդը, Homo sapiens-ը, հենց Homo sapiens-ը կարող է նախաձեռնել։ Սա նշեմ ի սկզբանե, բայց ով է ասել, որ մենք չենք կարող Հայաստանի Հանրապետությունը, մենք էլ չենք կարող օգտագործել պատերազմի սպառնալիքը Ադրբեջանի դեմ։ Այո, հենց Ադրբեջանի դեմ։ Եթե Ադրբեջանը վաղը հարձակվում է Հայաստանի վրա, չէ՞, մենք ինչ ենք ասում, երբ որ այդ հնարավորությունը դիտարկում ենք։ Մենք ինքներս մեզ համոզում ենք, որ Ալիևյան հերթական ագրեսիան մեծամասշտաբ չի լինելու, լայնածավալ չի լինելու, որ Ալիևը կհարձակվի Սյունիքի մարզի կամ Սևանի մի մասի վրա, ինչպես ասում է մի մարդ, որը 10 տարի ղեկավարել է Հայաստանի Հանրապետությունը։ Նույն կերպ, ինչպես համոզում էինք մեզ, որ Աղդամը մեր հայրենիքը չէ, իսկ Արցախը վիճելի տարածք, որի հարցում ամբողջ աշխարհը մեր դեմ է։ Եղել է այդպես բան, եղել է։ Այդ ամենը մեր 4 փայլուն բոլոր իմաստներով ղեկավարների փայլուն ռսահպատակ քաղաքականության արդյունքում մենք կորցրեցինք։ Այդ ամենը ինչի մասին խոսում ենք։ Եվ հիմա, եթե մենք հիմնվենք այդ տրամաբանության վրա, աշխարհը այլևս մեր դեմ չէ։ Այն, ինչի համար աշխարհը մեր դեմ էր, հիմա արդեն մերը չի, մեր վերահսկողության տակ չէ։ Հետևաբար աշխարհը պետք է մեր դեմ չլինի։ Տրամաբանությունը սա է։ Բայց արդյոք դա մեզ տալիս է հստակ անվտանգային երաշխիքներ։
հաշվի առնելով Ալիևի պահվածքը եւ նրա հեռու գնացող նպատակները։ Ես կարծում եմ հարցը հնչում է հռետորական։ Այդպիսի երաշխիք մեզ կարող է տալ միայն մեր սեփական, քաղաքական հայացքների, հետեւապես քաղաքականության փոփոխությունը։ Ինչի մասին է գնում խոսքը։ Նորից գնանք հետ մի փոքր։ Ժամանակին դեռ 90-ականներից սկսած մենք ունենք գաղափարախոսներ Հայաստանում, որոնք նշում էին, որ Հայաստանի բոլոր խնդիրները ոչ թե Ադրբեջանի հետ են, այլ Թուրքիայի։ Հետևաբար մենք պետք է լուծենք խնդիրները Թուրքիայի հետ եւ Ադրբեջանի հետ ամեն ինչ լավ կլինի։ Okay կլինի, հենց այդպես էլ ասում են իրենց բառապաշարով։ Դրա համար եղել են փորձեր, բազմաթիվ փորձեր են եղել, եւ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, եւ Սերժ Սարգսյանի ժամանակ, եւ Նիկոլ Փաշինյանի օրոք այդ փորձերը կան եւ շարունակվում են Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնել։ Բայց այստեղ կա մեկ լուրջ խնդիր, որը բերում է երկրորդ անցյալ խնդրի, որը շատ ավելի կարեւոր է։ Մենք փորձել ենք Թուրքիայի հետ լուծել խնդիրները, դառնալով թուրքահպատակ, այսինքն գնալ Թուրքիային հնարավոր բոլոր զիջումների, մեր գործոնը վաճառել թուրքերին այն ժամանակ ի հակառակ Ռուսաստանի եւ դրանով խնդիրները լուծել։ Այսինքն, եթե մենք չենք կարող դիմագրավել թուրքական էքսպանսիային, ուղղակի պետք է ձեռքներս բարձրացնենք, հանձնվենք Թուրքիային եւ խնդիրները կլուծվեն։ Այդ մարդիկ այդպես էին մտածում։ Ես կարող եմ չեմ ուզում այդ բառը օգտագործել, բայց այնուամենայնիվ այլ բառ չկա։ Գոհունակությամբ նշել, որ 44 օրյա պատերազմը այդ ամբողջ տրամաբանությունը, եթե դա կարելի է կոչել տրամաբանություն, իսպար ոչնչացրեց։ Չկա այդ տրամաբանությունը այս պահին։ Չի աշխատում։ Եվ մենք հասկացանք, որ իրականում ոչ թե մեր հիմնական խնդիրը Թուրքիան չէ, Թուրքիան է, այլ Ադրբեջանն է։ Որտեղ Թուրքիան հիմա գոնե հռետորաբանության մակարդակով ասում է Ադրբեջանին եւ հորդորում է Ադրբեջանին կնքել այդ Չարաբաստիկ խաղաղության պայմանագիրը եւ հարցը փակել, քանի որ Ղարաբաղը իրենց լեզվով ասած բիզիմդիր է եղել։ Ղարաբաղը գրավել են նրանք։ Բայց արի ուտես որ Ադրբեջանը չի համաձայնվում։ Այսինքն երկրորդ լուրջ տապալում այդ քաղաքական գիգանտների մտքի մեր հիմնական խնդիրը Թուրքիան չի պարզվեց։ Պարզվեց որ մեր հիմնական խնդիրը Ադրբեջանն է եւ Իլհամ Ալիև անձամբ։ Այսինքն մենք այս բոլոր տարիներին գնացել ենք սխալ ուղղությամբ, փորձելով լուծել խնդիրը Թուրքիայի հետ, այն դեպքում, երբ որ մեր հիմնական խնդիրը Ադրբեջանն է։ Եվ այդ նույն տարածքների հանձնումը, որը փաստացի տեղի ունեցավ, այդ խնդիրը որևէ կերպ չփակեց։ Խնդիրը շարունակում է արդիական մնալ, որովհետև Ալիևյան եւ ադրբեջանական ախորժակները բարձրացած շատ ավելի մեծ են եւ չեն սահմանափակվում Լեռնային Ղարաբաղով, Արցախով։ Հիմա ինչ կարելի է եւ ես կարծում եմ անհրաժեշտ է անել այս իրավիճակում։ Եթե Իլհամ Ալիևը եւ ադրբեջանական այսօրվա ղեկավարությունը սպառնում են Հայաստանին պատերազմով եւ պահանջներ ներկայացնում, պահանջները բոլորին հայտնի են։ Եվ այդ պահանջների յետևում կա գլխավոր նպատակ ոչնչացնել Հայաստանը որպես գործոն, մեզ մնում է միայն մեկ ճանապարհ։ Մենք էլ մեր հերթին սպառնանք Իլհամ Ալիևին պատերազմով, բայց ինչ պատերազմով։ Նրանով, որ եթե Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա, այդ պատերազմը ոչ թե տևելու է 1 օր կամ 2 օր կամ 44 օր եւ լինելու է պայմանավորված եւ վերջում հայտնվելու է երկնքից ինչ որ միջնորդ Պուտինի տեսքով պլանը ձեռքում, որը իդեպ եղել է գծված միջև պատերազմի սկիզբը։ Այդ պատերազմը մենք ենք ղեկավարելու այնքան ժամանակ, որքան մեզ պետք է լինելու։ Եվ կարևոր չէ մենք հաղթելու ենք թե պարտվելու ենք։ Մենք մտնում ենք պատերազմի մեջ պայմանական խոզնավար գյուղում, եթե Ադրբեջանը հարձակվում է։ Եվ այդ խոզնավարից այնպես են կարճում, ոնց որ դա մեր վերջին հանգրվանը լինի։ Դրանից հետո մենք էլ տեղ չունենք նահանջելու։ Իդեպ կներեք, բայց մենք իրոք նահանջելու տեղ չունենք։ Եթե մեր արցախցի հայրենակիցները
կարողացել են լքել Արցախը այդ միջանցքով, որը իրենց համար բացվել է։ Ես ժամանակին զգուշացնում եմ, որ մի օր միջանցքը բացվելու է այդ նպատակով իդեպ։ Մենք միջանցք չունենք։ Եվ եթե նույնիսկ միջանցք ունենանք, բարձ չէ այդ միջանցքը որտեղ է տանելու։ Մենք տեղ չունենք փախչելու։ Սա մեր վերջին հանգրվանն է, Հայաստանի Հանրապետությունը։ Եվ սա առանցքային միտքն է, որը բոլորը պետք է հասկանան։ Բոլորը անխտիր, այդ բոլոր ուղեղները, որոնք Հայաստանում քաղաքականություն են որոշում մինչև այսօր եւ որոշել ժամանակին, որտեղ իրենք էլ են մասնակից։ Ես հետո կբացեմ փակագծերը։ Իդեպ սա որպես կոնստատացիա, մենք փախնելու տեղ չունենք։ Եվ այդ պայմանական խոզնավարը մենք պետք է դարձնենք մի տեղ, որտեղից պատերազմը գնալով ընդհարցակվելու է։ Ինչի համար։ Ես հիմա կոնկրետ պատերազմական պլան չեմ գծում, ես նորից եմ ասում, ես խոսում եմ մի այլ բանի մասին։ Մենք պետք է սա ներկայացնենք բոլորին։ Այս միտքը, որը ես ասում եմ, մենք պետք է ներկայացնենք առաջին հերթին Ադրբեջանին եւ հետո բոլոր շահագրգիռ կողմերին, այն կողմերին, որոնք հետաքրքրված են, որպեսզի հարավային Կովկասի տարանցիկ պոտենցիալը դառնա իրականություն եւ այստեղով անցնի միջին միջանցք։ Այսինքն, եթե Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա, մենք չենք զիջելու մեկ գյուղ կամ այդ միջանցքը, հա, ոնց որ իրենք ասում են, եւ դրա վրա պատերազմը կանգնի միջև մյուս պատերազմը, երբ որ Ալիևի ախորժակը հերթական անգամ բացվի եւ նա որոշի, որ ամբողջ Սյունիքի մարզն է իրեն պետք։ Չէ, մենք կռվելու ենք այդտեղ եւ չենք տալու դա։ Մենք մեր մեսեջը դա պետք է լինի։ Եվ Բաքվին, եւ Մոսկվային, եւ Լոնդոնին, եւ Փարիզին, եւ Վաշինգտոնին, եւ Բրյուսելին, եւ Կենտրոնական Ասիային, եւ Պեկինին ամենակարևորը, բոլորին։ Այստեղ լինելու է մեծ պատերազմ, լինելու է քաոս, եւ այս տարածաշրջանը մենք վերջնականապես կփակենք այդ տրանզիտի պոտենցիալը, տարանցիկ պոտենցիալը մենք կոչնչացնենք։ Եվ եթե այդ պոտենցիալը պետք է իրականանա Հայաստանի Հանրապետության հաշվին եւ հայ ժողովրդի շահերի հաշվին, ինչի հավանականությունը կա։ Իդեպ այս ամեն ինչից առաջացավ։ Երեք ես հարցազրույց էի տալիս եւ ինձ հաղորդավարը հարց տվեց։ Ասես դուք բացառում եք, որ Կայա Կալասը, Եվրոպական միության արտաքին գործերի հանձնակատարը, կարող է Ալիևի հետ գալ ինչ որ ընդհանուր հայտարարի, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցում։ Ես ասացի ոչ, չեմ բացառում։ Քաղաքականությունում երբեք ոչ մի բան չի կարելի բացառել։ Շատ հնարավոր է, որ գալու է օր, երբ որ այդ մարդիկ գան այդ համաձայնությանը։ Եվ ոչ միայն Եվրոպական միությունը, նաև այլ խաղացողներ։ Եվ համաձայնվեն Ալիևի պլանին, որը վաճառի մեր տարածքը, մեր սուվերեն տարածքը Եվրոպային, ես չգիտեմ, Չինաստանին, Ամերիկային եւ բոլոր մնացած շահագրգիռ բենեֆիցիարներին, որպես իր ենթակայության տակ գտնվող տարածք։ Դա էլ է հնարավոր։ Դա հնարավոր չէ մեկ դեպքում։ Եթե մենք գործենք այնպես, ինչպես պահանջում է մեր պետական շահը, մենք պետք է բացառենք այդ հնարավորությունը։ Մենք պետք է բոլորին համոզենք եւ մեր խոսքը պետք է լինի համոզիչ, որ եթե Ադրբեջանը ստանում է կարտ բլանշ, հերթական կարտ բլանշ Հայաստանի վրա հայ ժողովրդի հարձակման համար, այդ պատերազմը լինելու է շատ երկարատև եւ հյուծիչ։ Եվ մենք պատրաստ ենք դրան գնալ։ Եվ այդ ամենի արդյունքում մենք այս ամբողջ տարածաշրջանը փուռն ենք տալու։ Եվ որևէ մեկը չի կարողանա օգտվել այս տարածաշրջանի հնարավորություններից։ Բացի այդ, մենք անենք այն, ինչ ինձ համար անհասկանալի պատճառով չեն կարող 44 օրյայի ժամանակ։ Չնայած հասկանալի են այդ պատճառները իրականում, հա, Ռուսիջանը սաղալնի։ Բաքու Թբիլիսի Ջեյհան, երկաթուղի, ավտոճանապարհ եւ այլն եւ այլն եւ այլն։ Այդ ամենը կոչնչացնենք։ Որևէ կոմունիկացիա հարավային Կովկասով չի անցնելու։ Եվ այդ դրա համար մենք բոլոր հնարավորությունները ունենք, չունենք միայն կամք։ Սա պետք է լինի մեր հիմնական մեսեջը, մեր բոլոր բանակցությունների ժամանակ։ Մենք պատրաստ ենք խաղաղության, մենք ձգտում ենք խաղաղության, մենք ցանկանում ենք օգտագործել այդ տրանզիտային պոտենցիալը, տարանցիկ պոտենցիալը, բոլորի շահերից ելնելով, այդ թվում նաև Ադրբեջանի եւ Թուրքիայի, բայց եթե Իլհամ Ալիևը դրան համաձայն չէ, եւ եթե Իլհամ Ալիևը վաղը հարձակվելու է Հայաստանի վրա, մենք թույլ չենք տալու, որ դուք բոլորդ հարգելի գործընկերներ օգտվեք այս ճանապարհներից մեր հաշվին։ Մենք թույլ չենք տալու դա։ Լինելու է շատ երկար պատերազմ, լինելու է քաոս, որը դեռ երկար է տևելու։
Եվ որևէ մեկ այդ քաոսից չի շահելու։ Սա շատ ընդհանրացակ թեմա է, ես իրականում շատ բան էի պատրաստել, ցավոք մենք այսօր չենք հասցնում այդ ամենը ավարտենք, ես խոստանում եմ երկուշաբթի շարունակել այս թեման մանրամասների շրջանակներում եւ վերջնական արդյունքի գալ, որովհետեւ այստեղ կան եւս շատ կարեւոր նկատառումներ, որպեսզի այս ընդհանուր, նարատիվը դառնա ամբողջական։ Իսկ մենք կվերադառնանք տաղավար կարճ դադարից հետո։